Պատրաստում ենք խոզի տոտիկներով անչափ համեղ մարինադ։ Վերցնում ենք խոզի տոտիկները և ածելիի օգնությամբ մանրակրկիտ մաքրում բոլոր կողմերից, որպեսզի մազեր չմնան։ Մաքրելուց հետո տոտիկները մեջտեղից կիսել։ Նշեմ, որ խոզի տոտիկները ինձ մոտ տնական է։ Ինձ խորհուրդ տվեցին, որպեսզի տոտիկների հետ միասին նաև մարինացնեմ ականջները և խոզի պոչը։ Խոզի պոչը և ականջները առաջին անգամն եմ փորձում։ Ամբողջը մանրակրկիտ մաքրելուց հետո դնում ենք ամանի մեջ, լցնում սառը ջուր և թողնում 1 օր։ Որից հետո լվանում ենք, դնում կաթսան, լցնում սառը ջուր և դնում կրակին, թողնում եփվի։ Եփվելու ընթացքում առաջացած փրփուրը հեռացնում ենք։ Գոյացած փրփուրը հավաքելուց հետո եփում ենք 5 րոպե։ Որից հետո ջրքամում ենք, լվանում տաք ջրով, այնուհետև նորից լցնում կաթսան, ավելացնում տաք ջուր և դնում կրակին, թողնում եփվի։ Ջուրը փոխում ենք նրա համար, որ առաջին անգամ եփվելուց առաջացած փրփուրը միսը չսևացնի։ Աղը ավելացնում ենք ըստ ճաշակի այն ժամանակ, երբ արդեն միսը բավականաչափ եփվել է։ Եփում ենք բավականին երկար, երբ միսը արդեն լավ թուլացել է, նշանակում է պատրաստ է։ Վերցնում ենք կրակից և անմիջապես լցնում սառը ջրի մեջ։ Թողնում մի քանի ժամ, մինչ լավ կսառեն։ Այնուհետև պատրաստ է լաղաջուրը, որի համար մեզ անհրաժեշտ է 3 լիտր ջրին 4 ճաշի գթալ աղ, խառնել մինչ լուծվի, որին ավելացնել 2 ճաշի գթալ քացախ։ Եվ սկսում ենք հավաքել մարինադը, որի համար մեզ անհրաժեշտ է հատիկավոր պղպեղ, դափնու տերև, սամիթի թարմ ճյուղեր, քերած գազար և կտրատած սխտոր։ Դասավորում ենք տոտիկները, որի ընթացքում շերտ-շերտ ավելացնում ենք նույն բաղադրիչները։ Սխտորը ես մի փոքր շատ եմ ավելացնում, քանի որ այն ավելի համեղ է դարձնում մարինադը։ Այսպես շերտ-շերտ բոլոր բաղադրիչները դասավորում ենք և վերջում ավելացնում նախօրոք պատրաստած աղաջուրը։ Այս տարբերակով պատրաստելիս 1-2 օր հետո կարող եք ուտել։ Իսկ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։